Ողջույններով ընկերներ, եկեք եւ սովորեք մեկ մաս առաջին մարդկանց կյանքը աշխարհի վրա։ Նրանք մեզ կսովորացնեն միակ ճիշտ Աստծո մասին։ Նայեցեք կարմիր գրքի նկարներին։ Նայեցեք մյուս էջի նկարին, երբ որ կլսեք այս ձայնը։ Առաջին նկար։ Աթամը եւ կենդանիները։ Ծննդոց 1:1 եւ 2:14։ Սկզբում երկրակունդը չկար, կար մենակ Աստված։ Կա միակ մեկ Աստված, ինքը հոգի է, մենք չենք տեսնի իրան։ Աստված ամենակարողն է, ինքը գիտե ամեն ինչ եւ կա ամենտեղ։ Աստված ստեղծեց ամեն ինչ երկրում եւ երկնքում։ Աստված ստեղծեց մարդուն հողից։ Աստված տվեց մարդուն հոգի, որ կարողանա իրան ճանաչի։ Մարդու ամեն մտքերը եւ ցանկությունները նման էր Աստծուն։ Աստված մարդուն անվանեց Աթամ։ Աթամը անվանեց բոլոր կենդանիներին, որ Աստված ստեղծեց։ Աստված ստեղծեց բոլոր հոգիները եւ հրեշտակները դրախտում։ Բոլոր Աստծու ստեղծածները բարի էին։ Երկրորդ նկար։ Կին Աթամի համար։ Ծննդոց 2:15-25։ Աստված Աթամին թրեց սիրուն պարտեզում եւ Աթամը խնամք տարավ պարտեզից։ Պարտեզում կար այր ու կին կենդանիներ ամեն տեսակ, բայց չկար համեմատ ընկերակից Աթամի համար։ Ուրեմն Աստված պատճառ եղավ Աթամը անցնի խորքնի մեջ։ Աստված վերցրեց Աթամի կողքից մեկ հատ ոսկոր։ Աստված ստեղծեց կին Աթամի կողքի ոսկորից, եւ Աստված տվեց այդ կնոջը Աթամին որպես ընկերակից։ Մարդը եւ կինը մերկ էին, բայց իրանք չէին ամաչում, իրանք կխոսեին Աստծու հետ ընկերաբար։ Չկար ոչ մեկ դառնություն, մահ կամ չարիք այդ հրաշալի տեղում։ Երրորդ նկար։ Օձը պարտեզում։ Ծննդոց 3:1-8։ Աստված ասաց Ադամին. «Կարող ես պարտեզի բոլոր պտուղներից ուտես, բայց դու չպետք է ուտես բարի եւ չարի ծառից, որով եթե այդ ծառից ուտես, դու կմեռնես»։ Սատանան հրեշտակ էր դրախտում, բայց Աստծո հակառակ դուրս եկավ։ Սատանան եղավ Աստծո թշնամին։ Սատանան եկավ կնոջ մոտ սիրուն օձի կերպարանքով։ Նա խաբեց կնոջը, նա ասաց իրան, որ նա չի մահանա, նա համոզեց կնոջը, որ ուտի այդ ծառի պտուղից։ Կինը տվեց Ադամին այդ պտուղից, որ նա էլ ուտի, եւ Ադամը կերավ։ Նրանք չնահանձնվեցին Աստծուն եւ չէին կարողանում Աստծո հետ կապ ստեղծեին առաջվա նման։ Նրանք ամաչում էին իրանց մերկ լինելուց, եւ նրանք աշխատում էին թաքնվեին Աստվածանից։ Չորրորդ նկար։ Աթամը եւ Եվան պարտեզից դուրս։ Ծննդոց 3:14-24։ Աստված դուրս տրեց Աթամին եւ կնոջը պարտեզից։ Աստված ասեց Ադամին, որով կերար այդ ծառից, երկիրը կանիծվի։ Դու պետք է դժվար հաց հանես։ Աստված ասաց կնոջը, ես պետք է շատացնեմ քո դժվարությունը ծնունդի ժամանակ։ Եվ օձին ասաց. այս անելուդ համար դու անիծված ես, եւ պետք է փորիդ վրա սողաս։ Օձը եղավ մարդու թշնամին։ Աթամը անվանեց կնոջը Եվա, որ կնշանակի կյանք։ Եվան ունեցավ երեխաներ, որոնք բոլորիս նախահայրերն էին։ Մենք դեռևս բաժանված ենք Աստծուց, եւ բոլորս դեռևս չենք հնազանդվում Աստծուն, ինչպես Աթամը արեց։ Բայց Աստված խոստացավ, որ մեկ օր նա կուղարկե մեկ մարդ, որ կհաղթե սատանային։ Այդ մարդը պատճառ կլինի, որ վերադառնանք դեպի մեր հայրը։ Այդ մարդը Տեր Հիսուս Քրիստոսն է։ Հինգերորդ նկար։ Նոյ եւ մեծ նավը։ Ծննդոց 6:1-22։ Աթամի հետևորդները հետևեցին սատանայի ճանապարհը։ Միակ մեկ մարդ աշխատեց Աստծուն գոհացնել։ Նրա անունն էր Նո։ Աստված ասաց Նոյին. ես որոշել եմ, որ մարդկությունը ոչնչացնեմ, որով աշխարհը լցված է նրանց չար գործերով։ Շինիր մեկ հատ նավ քեզ համար։
ջրհեղեղ եմ ուղարկելու աշխարհի վրա, որ ջնջի բոլոր ստեղծածներս։ Վերցրու քո կնոջ և զավակներիդ և նրանց կանանցը, նույնպես վերցրու քեզ հետ բոլոր աշխարհի անասուններից և թռչուններից, առ և կին նրանց կյանքը հաստատ մնալու համար։ Նոյը արեց բոլոր ինչ որ Աստված ասել էր իրան։ 6-րդ նկար։ Մեծ ջրհեղեղ։ Ծննդոց 7, 1-24։ Նոյը ժողովրդին զգուշացնում էր, որ Աստված իրանց կոչնչացնի, բայց նրանք իրանց չար ճանապարհից հետ չվերադարձան։ Նոյը և իր ընտանիքը և 2 հատ ամեն անասուններից անցան նավակի ներսը։ Աստված ներսը պահեց նրանց, հետո անձրևը սկսեց գալ։ Անձրև եկավ 40 օր և գիշեր։ Աղբյուրներ բխած գետնի տակից, և բոլոր աշխարհը ծածկվեց մեծ հեղեղով։ Բոլոր մարդ, կենդանի և թռչուն ոչնչացան, բացի Նոյի և բոլոր նավակի մեջ լինողները։ 7-րդ նկար։ Ծիածան և Աստծո խոստումը։ Ծննդոց 8, 13-22։ Անձրևը կանգ առավ և 1 տարի հետո աշխարհը չորացավ։ Նոյը և իր ընտանիքը և բոլոր կենդանիները դուրս եկան նավից։ Նոյը մատաղ արեց Աստծո առջև, և Աստված գոհացավ Նոյից։ Աստված ծիածան դրեց երկինքը և ասաց. Ես նորեն չպիտի ջնջեմ ամեն կենդանի մարմին ջրհեղեղով։ Երբ որ ծիածան ելավ երկնքի վրա, ես պետք է հիշեմ իմ խոստումս ձեզ։ Ընկերներ, երբ կտեսնեք ծիածան, այս էլ հիշեք. Աստված աշխարհը կդատի նորեն, կացող անգամ նա կոչնչացնե աշխարհը կրակով։ Ամենայն դեպս, նրանք, որ կհավատան Աստծուն, չպիտի հոգ անեն։ Աստված տվել է մեզ փրկության ճանապարհ, և այդ ճանապարհը Տեր Հիսուս Քրիստոսն է։ 8-րդ նկար։ Բաբելոնի աշտարակը։ Ծննդոց 11, 1-9։ Նոյի տղաները ունեին շատ երեխաներ։ Աստված ասաց նրանց, որ գնան և ապրեն բոլոր երկրակունդի վրա, բայց ժողովուրդը չէին ուզում ջոկվեին։ Նրանք որոշեցին շինեն քաղաք, որ գագաթը հասնի երկնքին։ Աստված տեսավ նրանց չնահազանվելը և հպարտությունը և ասաց. Սրանք բոլորը մեկ են և կխոսեն մեկ լեզու, թող գնանք ցած և խառնենք իրանց լեզուն։ Նայեցեք մարդկանց նկարում։ Նրանք չեն հասկանում իրարու լեզու։ Նրանք պարտավորված կանգ տվան քաղաքի շինելը և գնացին ապրելու տարբեր տեղեր։ Մարդուս անհնազանդ լինելու պատճառով առաջ եկավ տարբեր լեզուները։ Չհնազանդվելը ջոկեց ժողովրդին իրարուց, և չհնազանդվելը ջոկեց մարդկանց Աստծուց։ 9-րդ նկար։ Հոբը երկրպագում է Աստծուն։ Հոբ 1, 1-12։ Նկարի մեջի մարդը Հոբն է։ Նա երկրպագում և մատաղ անում միակ Աստծո առջև։ Նա չարությունից ետ կքաշվեր։ Հոբը ուներ շատ զավակներ և աղախիններ և երամակ կենդանիներ։ Աստված պատճառ եղավ, որ նա շատ հարստանա։ Մեկ օր Աստված ասաց սատանային, որ նա գոհ է Հոբից։ Բայց սատանան ասաց, որ Հոբի երկրպագությունը Աստծով հարուստ լինելու պատճառով է։ Նա ասաց Աստծուն. Եթե վերցնես Հոբի բոլոր ունեցածը, նա քեզ կանիծե։ Աստված գիտեր, որ սատանան սուտ կասեր։ Նա գիտեր, որ Հոբը իրեն աղքատ ժամանակ էլ կպաշտեր։ Աստված թույլ տվեց սատանան ոչնչացնե Հոբի ունեցվածքը, որ փաստեր, որ Հոբը լավ մարդ է։ 10-րդ նկար։ Հոբը սուգի մեջ։ Հոբ 1, 13-22։ Մեկ օր Հոբի ծառան վատ լուր բերեց իրեն։ Հոբի թշնամիները գողացել են իր անասունները և էշերը և սպանել ծառաներին։
Կայծակը սպանել է իրա ոչխարները և իրանց հովիվներին, ավազակները գողացել են իրա ուղտերը։ Ուրիշ ծառան բերեց իրան ավելի վատ լուր, ասելով, որ քո երեխաներդ ուրախություն էին անում, երբ փոթորիկ եկավ և տունը թափեցրեց և սպանեց բոլորին։ Հոբը ածիլեց իր գլուխը և գետին ընկավ։ Նա ասաց. Աստված տվել է, նա հիմա հետ է վերցնում։ Թող Աստծո անունը գովասանվի։ Այդ բոլոր անհանգստություններից հետո Հոբը չանիծեց Աստծուն։ 11-րդ նկար։ Հոբը տանջվում է։ Հոբ 2:1 և 41:34։ Սատանան ասաց Աստծուն. Եթե դու Հոբի մարմինը վնասես, նա քեզ կանիծի։ Ուրեմն Աստված իրավունք տվեց Սատանան փորձի Հոբին։ Սատանան Հոբին սարսափելի մորթի հիվանդություն տվեց։ Հոբի կինը ասաց իրան. Ինչու դու չես անիծում Աստծուն և մահանաս։ Բայց Հոբը հակառակեց և ասաց նրան. Կարող ենք Աստծո լավը ընդունենք և ոչ նեղություն։ 3 ընկերներ եկան և խոսացին Հոբի հետ քանի օրեր։ Նրանք ասում էին, որ Աստված պատժում է Հոբին նրա սխալ գործի համար։ Աստված ինքը հայտնվեցավ նրանց։ Աստված ցույց տվեց նրանց, ինչ որ չէին հասկացել։ Աստծո ուժը անսահման է։ Նա գիտե ամեն ինչ, նա գիտե ինչը լավ է մեզ համար, և նա միակ կարող է որոշել դժվար կամ հանգիստ կյանք մեզ համար։ 12-րդ նկար։ Հոբը առողջանում է։ Հոբ 42:1-17։ Երբ Հոբը տեսավ Աստծո մեծությունը, նա ամաչեց իր անհավատալը Աստծուն կամ իր լավության համար խոսացածը։ Հոբը աղոթեց իր ընկերների համար, որով նրանք չէին հասկանում Աստծո ճանապարհը։ Նորեն Աստված Հոբին առողջացրեց և հարստացրեց։ Նրա ընկերները եկան ուրախություն անելու իր հետ և բերին ընծաներ Հոբի համար։ Աստված տվեց իրան 7 տղա և 3 հատ սիրունատես աղջիկ։ Նա ապրեց երկար և տեսավ իր ժառանգներին և մահացավ շատ ծերացած։ Ընկերներ, Աստված գիտե բոլոր մեր դժվարությունները այս կյանքում։ Հիշեցեք, Աստված միայն կսիրե բոլորիս և ամեն ինչի լավը կուզե մեզ համար։ Նա կուզե, որ մենք իրան հավատանք և հաղթենք սատանային Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Թողեք ձեզ ասեմ Աբրահամ անունով մի մարդու մասին։ Նա հնազանդվեց Աստծուն և իրա միջոցով շատ մարդիկ օրհնվեցան։ Նկար 13-րդ։ Աբրամը կթողնե իր տունը։ Ծննդոց 12:1 և 13:4։ Մեկ օր Աստված խոսեց Աբրահամի հետ ասելով. Թող քո երկիրդ և քո պապեկան տունը և գնա այդ երկիրը, որ ես քեզ ցույց կտամ։ Ես քեզ կդարձնեմ մեծ ազգ։ Քեզանով Աստված կօրհնի բոլոր աշխարհի ժողովրդին։ Աբրահամը հավատալով Աստծո խոսքին, արեց ինչ որ նա ասաց։ Նա վերցրեց իր կնոջ և ծառաներին և իր ունեցվածքը։ Նա ճամփորդեց օրերով մինչև նա հասավ Քանան երկիրը։ Այդտեղ Աստված իրեն ասաց. Այս է երկիրը, որ ես կտամ քո ժառանգներին։ 14-րդ նկար։ Աբրահամը և Ղովտը։ Ծննդոց 13:5-18։ Աբրահամը ուներ եղբոր որդի անունը Ղովտ։ Նա գնաց Քանան Աբրահամի հետ։ Աբրահամը և Ղովտը երկուսն էլ ունեին շատ անասուններ։ Աբրահամի հովիվները և Ղովտի հովիվները իրար հետ վիճեցին, որովհետև չկար բավական առածելու տեղ բոլոր անասունների համար։
Ուրեմն Աբրամը ասաց Ղովտին. «Թող մենք չվիճենք, թող մենք բաժանվենք։ Որոշի այս երկրի որ մասը որ ուզում ես»։ Ղովտը ուզեցավ ամենալավ երկիրը եւ իր անասունների համար նա ընտրեց պտղաբեր Հովիտ։ Նա գնաց ապրի քաղաքի մոտ անունը Սոդոմ։ Հետո Աստված խոսեց Աբրամի հետ նորեն ասելով. «Այս բոլոր երկիրը, որ տեսնում ես, կտամ քեզ եւ քո ժառանգներիդ հավիտյան»։ 15-րդ նկար։ Աբրամը հանդիպեց խաղաղության թագավորին։ Ծննդոց 14, 1-24։ Սոդոմի ժողովուրդը շատ չարամիտ էին։ 4 թագավոր կռվի անցնելով Սոդոմի հետ նրան հաղթեցին։ Հաղթողները գերի վերցրին Ղովտին եւ իր ընտանիքին, բայց Աբրամը եւ իր մարդիկ գնացին եւ ազատեցին նրանց թշնամու ձեռից։ Ճակատից վերադառնալիս ճանապարհին հանդիպեցին մեծ թագավորին։ Նրա անունն էր Մելքիզեդեկ։ Նա Սայլեմի թագավորն էր, որ միտքն է խաղաղություն։ Մելքիզեդեկը բերեց հաց եւ գինի Աբրահամին եւ ասաց. «Դու շատ սիրված ես ամենաբարձր Աստծո մոտ։ Նա բերեց քո թշնամիներին քո ձեռքերիդ մեջ»։ Աբրամը նվերներ տվեց խաղաղության թագավորին։ Սոդոմի թագավորը ուզեց նվեր տար Աբրամին, բայց նա չընդունեց։ Նա չէր ընդունի նվերներ չարամիտ մարդուց։ Ամենայն դեպս Ղովտը հիմար էր։ Նա նորեն գնաց ապրեր Սոդոմում։ 16-րդ նկար։ Աբրահամը աստղերը հաշվում է։ Ծննդոց 15, 1-21։ Աստված Աբրամին իր ընկերն է կանչում։ Նա ասաց, որ Աբրահամի ժառանգները միշտ կլինեն իր ժողովուրդը։ Բայց Աբրահամը տխուր էր, որով նա զավակ չուներ։ Հետո Աստված վերցրեց Աբրահամին եւ տարավ դուրս եւ ասաց. «Վեր նայի եւ հաշվի աստղերը, եթե կարող ես։ Քո ժառանգները կլինեն աստղերի նման»։ Աբրահամը հավատաց Աստծո խոստումը եւ Աստված գոհ էր Աբրահամից։ Աստված նորից ասաց Աբրամին, որ մեկ օր Աբրահամի ժառանգները կտիրանան Քանան երկիրը։ 17-րդ նկար։ Նորածին Իսմայել։ Ծննդոց 16, 1-16։ Տարիներ անցան, բայց Աբրահամը եւ իր կինը Սարան դեռ ոչ մեկ երեխա չունեին։ Մեկ օր Սարան ասաց Աբրահամին. «Ահա հիմա Տերը արգելեց ինձ ծնունդը, ուրեմն աղախինիս մտիր, գուցե նրա միջոցով զավակ ունենամ»։ Ուրեմն Սարայի աղախինը Հագարը հղացավ Աբրահամից։ Հետո Սարան նախանձեց Հագարին եւ իրա հետ անգթաբար վարվեց։ Աստված ուղարկեց իր հրեշտակին Հագարին մխիթարելու։ Նա ասաց նրան, որ տղա կծնի եւ անունը Իսմայել կլինի։ Իսմայելը շատ զավակներ կունենա եւ մեծ ազգ կդառնա։ Իսմայելը եղավ արաբների հայրը։ Բայց Աստված ասաց Աբրահամին. «Քո կինը Սարան տղա կունենա եւ նրա միջոցով ես կպահեմ իմ խոստումը քեզ ասածս»։ 18-րդ նկար։ Սարան կծաղրի։ Ծննդոց 18, 1-15։ Մեկ օր, երբ Աբրահամը 99 եւ Սարան 90 տարեկան էր, 3 լրաբեռներ Աստծո կողմից եկան նրանց մոտ։ Սարան պատրաստեց կերակուր եւ Աբրահամը կերակրեց նրանց իրանց վրանի դուրսը։ Հետո պատգամաբերներից մեկը ասաց Աստծո խոսքը ասելով. «Հիմակվանից մինչև 9 ամիս Սարան տղա կունենա»։ Սարան վրանի ներսն էր եւ լսեց նրան։ Սարան չհավատաց, նա ծիծաղեց ինքն իրեն։ Հետո Աստված ասաց Աբրահամին. «Ինչու Սարան ծիծաղեց։ Որևիցե բան դժվար է Աստծո համար»։ Ինչպես Աստված խոստում էր տվել, Սարան ծնեց տղա իր պառավ հասակում։ Նրանք իրան անվանեցին Իսահակ, որ կնշանակե ծիծաղ։ 19-րդ նկար։
Աբրահամը աղոթում է Սոդոմի համար։ Ծննդոց 18, 16 և 19-29 Աստված որոշեց, որ ոչնչացնի Սոդոմը, որովհետև իր ժողովուրդը շատ չարամիտ էին։ Նա ասաց Աբրահամին ինչ է որոշել։ Աբրահամը հիշեց Ղովտին և ասաց. «Արդյոք կոչնչացնես արդարը չարի հետ»։ Աբրահամը խնդրեց Աստծուց ազատի Սոդոմին, ուրեմն Աստված ասաց նրան. «Եթե ես 10 հատ արդար մարդ գտնեմ քաղաքում, ես չեմ ոչնչացնի»։ Աստծո լրաբերը ուղարկվեց ցած Սոդոմ, բայց միակ արդար մարդը Ղովտն էր։ Լրաբերը զգուշացրեց Ղովտին, որ փախնի քաղաքից։ Հետո Աստված կրակ ուղարկեց երկնքից, Սոդոմը ոչնչացավ միանգամից։ Մենակ Ղովտը և իր երկու աղջիկները ազատվեցին։ 20-րդ նկար Աբրահամի մատաղը Ծննդոց 21-1 և 22-19 Աբրահամի տղան Իսահակը մեծացավ և երիտասարդ տղամարդ եղավ։ Աստված փորձում է Աբրահամին։ Աստված ասաց նրան. «Վերցրու միակ տղայիդ Իսահակին և զոհիր ինձ համար»։ Աբրահամը Աստծուն այնքան հավատացած էր, որ հնազանդեց իրեն։ Նա իմանում էր, որ Աստված կարող էր մեռածը կենդանացնել։ Այն րոպեին, որ Աբրամը պատրաստվեց, որ Իսահակին սպանի, Աստված խոսեց նրա հետ. «Աբրահամ, մի վնասի տղային։ Հիմա իմանում եմ, որ ես ամենից առաջ եմ քեզ համար։ Դու չխնայեցիր քո միակ տղային ինձ համար»։ Հետո Աբրահամը տեսավ մեկ հատ ոչխար բռնված ծառերի մեջ։ Նա տղայի փոխարեն ոչխարը զոհեց Աստծու համար։ 21-րդ նկար Ծերացած Աբրահամը և իր ծառան Ծննդոց 24-1 և 25-26 Աբրահամը իր շատ ծերացած հասակում կանչեց իր ծառային և ասաց. «Գնա իմ երկիրը և կին ճարի տղայիս համար Իսահակին»։ Աբրահամը չէր ուզում Իսահակը թողներ Քանան երկիրը, կամ կին առներ չարամիտ քանանայի կիներից։ Ուրեմն ծառան խոստովանվեց և հնազանդեց Աբրամին, և Աստված առաջնորդեց Աբրահամի ծառային դեպի բարեկամներին։ Այնտեղ նա ճարեց սիրուն կին Իսահակի համար։ Նրա անունն էր Ռեբեկա։ Իսահակը և Ռեբեկան տղա ունեցան, անունը Հակոբ կամ Իսրայել։ Հակոբը եղավ Իսրայել ազգի հայրը։ Իսրայելի ժողովուրդը դեռևս կապրեն այն երկրում, որ առաջվա Քանանն է։ Իսրայելի սերունդից եկավ Տեր Հիսուս Քրիստոսը, որ օրհնություն բերեց բոլոր աշխարհին։ Քսաներկուերորդ նկար Հիսուսի ծնունդը Գաղաթացիս 4, 4-5 և Մատթեոսի ավետարան 1, 18-25 Աստծո խոսքը ճիշտ է։ Աստված երբեք սուտ չի ասի։ Աստված ասաց Ադամին, որ նա կուղարկե իր որոշածին, որ հաղթե սատանային։ Նա զգուշացրեց Նոյին, որ նա կոչնչացնի նրանց, որ չարամիտ են։ Աստված ցույց տվեց Հոբին, որ նա ամենալավը կուզե մեզ համար։ Եվ նա ցույց տվեց Աբրահամին, որ նա միշտ կպահի իր խոստումները։ Այս նկարի մեջ դուք կարող եք տեսնել երեխա Հիսուս անունով։ Ճիշտ ժամանակին նա ծնվեց Իսրայելի քաղաքում։ Նրա մայրը կույս էր Մարիամ անունով։ Նա Աբրահամի և Իսահակի ժառանգներից էր, բայց նրա հայրը միակ Աստվածն էր։ Հիսուսն է, որ բերեց օրհնություն բոլոր աշխարհին։ Նա եկավ, որ հաղթե սատանային և մեզ մոտեցնե Աստծուն։ 23-րդ նկար Հիսուսի մահը Գաղաթացիս 3, 13-14 Հիսուսը մեծացավ մարդկային բնությունով։ Նա ժողովրդին սովորեցրեց Աստծո ճանապարհը։ Նա շատ հրաշքներով ուզեց ցույց տալ, որ Աստծո կողմից է։
բայց չարամիտ մարդիկ չէին հավատում իրան։ Նրանք խաչ հանեցին Հիսուսին փայտե խաչի վրա։ Զինվորներից մեկը իր նիզակով վիրավորեց Հիսուսի կողը։ Նա իրավ մեռած էր։ Ընկերներ, Աստված ասաց Ադամին, նա կմեռնի, եթե ուտի ծառի պտուղից։ Մենք ամենս չհնազանդեցինք Աստծուն, եւ մենք արժանի ենք հավիտենական մահի, բայց Հիսուսը մահացավ վերցնելու մեր մեղքերի պատիժը իր վրա։ Հիշեցեք, ինչպես Աստված պատրաստեց ոչխար Աբրահամի համար, որ զոհի իր տղա Իսահակի փոխարեն։ Աստված նույնպես տվեց իր միակ որդուն մեր մեղքերի համար։ Հիշեցեք, ինչպես Աստված ասաց Ադամին, որ կուղարկե մեկ հոգու, որ հաղթե սատանային։ Սատանան հաղթվեց, երբ Հիսուսը մեռավ մեզ համար։ Հիմա սատանայի ուժը, որ մեզ համար հավիտենական մահի պատճառ լինի, վերջացած է։ Քսանչորսերորդ նկար։ Հիսուսը կենդանի է։ Հովհաննես 20, 19-ից մինչև 29։ Հիսուսի մեռած մարմինը թրվավ գերեզմանի մեջ, բայց երրորդ օրը նա նորից կենդանացավ։ Նա հայտնվեցավ իր ընկերներին, բայց նրանցից մեկը կանչեց Թոմասին։ Նա այդտեղ չէր։ Հետագայում նրանք ասացին Թոմասին. «Մենք տեսել ենք Տիրոջը», բայց նա չհավատաց նրանց։ Հետո Հիսուսը հայտնվեցավ նրանց բոլորին։ Նա ցույց տվեց Թոմասին մեխերի տեղը իր ձեռքերի վրա և նիզակի տեղը իր կողին։ Հիսուսը ասաց Թոմասին. «Դադարիր կասկածը, և ինչքան երանելի են նրանք, որ ինձ առանց տեսնելու կհավատան»։ Ընկերներ, թողեք Թոմասի նման չլինենք, որ կասկածեց Աստծուն։ Թողեք մենք լինենք Աբրահամի նման, որ հավատաց Աստծո խոստումները։ Հիսուսին հավատալով է, որ մենք Աստծուն կճանաչենք և կստանանք հավիտենական կյանք իր հետ։ Ըսպոպան քեզ ոգսերում, զովախյուր ես սրտերում, սիրո կրակն ես վարհում, պաղ սրտերում։ Ըսպոպան քեզ ոգսերում, զովախյուր ես սրտերում, սիրո կրակն ես վարհում, պաղ սրտերում։ Մերտնես մեր հավատքի, մնայուն խարիսկ կյանքի, հույսն ես դու անհույսի, ով սեր մեզի։ Մերտնես մեր հավատքի, մնայուն խարիսկ կյանքի, հույսն ես դու անհույսի, ով սեր մեզի։
աղոթում ենք քեզ ովտեր, խանդավարիր ոգիներ, որ լույսը պրեն ամեն դեր, դառնան ջահեր։ Աղոթում ենք քեզ ովտեր, խանդավարիր ոգիներ, որ լույսը պրեն ամեն դեր, դառնան ջահեր։ Անուշ ես դու ով Տեր Հիսուս, վարդ ես որում դու կյանքերում, անուշ ես դու ով Տեր Հիսուս, վարդ ես որում դու կյանքերում։ Դուք կուզեք հեշտակ մնալ, փառք տվեք, դուք կուզեք ձեր հոգ մոռնալ, փառք տվեք, ալթուրին վես թևերով ու գարնան քաղց երջերով եւ ուրախ զվարթ սրտով, փառք տվեք։ Թե որ ձեզ ատե աշխարհ, փառք տվեք, թե որ դուք երգեք մինակ, փառք տվեք, թե որ միշտ ցավ ձեզ գտնա, որ միշտ ամենուն գլա, մոնալ բարություն մկա, փառք տվեք։ Միջնորդ մեզի համար, փառք տվեք, իր անհուն սիրո համար, փառք տվեք, երբ մահվան երկինք ելենք, դուք այժմ պիտի երգեք, հեշտագած խումբին հետ մեկ, փառք